Երևանում տրանսպորտային բարեփոխումներից գոհ եք, ինչպես եք գնահատում այժմ տրանսպորտի վիճակը։ Գիտեք, այնպես չի որ չկա ինչ որ բան, հա, առաջընթաց, բայց այն էլ չի որ ասես, հա, սա երազանքներ ու սա եղավ։ Մարշրուտկաներ բան որ վերացել են, ըստ թվում է դա փոփոխություն է ինչ որ դեպի լավ։ Այո, շատ լավ, շատ գոհ եմ։ Նորմալ է։ Ես գոհ եմ։ Լավ է, այո։ Դե բարեփոխում ասվածը միայն գնի թանկացումն է եղել, մեկ էլ այն, որ ճիշտ է նոր տրանսպորտ է, բայց ուշացումներ էլի կան, կանգառներում կուտակումներ էլի կան եւ մարդիկ վճարում են թանկ, բայց կանում ոտքի վրա։ Կիրակի շաբաթ այդքան նորմալ չեն աշխատում։ Ինչ մարդիկ շաբաթ կիրակի ճիշտ է, աշխատանքային նոր չի, համամիտ ենք, բայց էլի դուրս են գալիս, որ օգտվենք։ Երբ որ կլուծվեն այս խնդիրները համակարգային, այդ ժամանակ կասենք, որ այո, թող 200 լինի 150-ի փոխարեն, բայց գոնե մարդիկ արժանապատիվ նստած երթևեկեն կամ ասենք այն պիկ ժամերին կանգառերում 40-ից 50 րոպե չսպասեն, որտեղ կան դեպքեր, որոշ թաղամասերից միշտ հազանգեր ունենք, որ մարդիկ դա եղել են դեպքեր, որ անգամ մինչև 1 ժամ կանգնում սպասում են տրանսպորտին։ Եթե խճոված է, չեմ պասլանար։ Մավսա այդ ժամերուն գնալ է որ դպրոցն այլան ավելի քիչ խժողում գլա, բայց քիչ թե շատ գազագերված ամեն ինչ լավ է։ Պիկ ժամերին հատկապես գալիս են կանգառները բավական չափ մարդաշատ, էլի տենց տրանսպորտը տենց կարելի ասել համարյա դռները դժվարությամբ փակվելով, էլի տենց եք նստում աշխատանքային ժամերին հատկապես, երեկոյան ժամերին, առավոտվա ժամերին։ Փոքր միկրոավտոբուսներով երբ որ երթևեկում ենք, չէին կարողանում չվճարեն, չէ՞։ Բոլորը վճարում էին ու նոր էին դուրս գալիս, չվճարողը կարող լիներ դեռահաս երեխա, բայց ոչ իմ տարիքի։ Իսկ հիմա իմ տարիքին կարող է իրան թույլ տա չվճարել։ Նեղություն է, որովհետև քանի որ դանդաղ է աշխատում ու շուշ են գալիս, դա է նպաստում, որ լիքն են լինում ու դե հաճախակի վեճերի պատճառը դառնում։ Եթե մենք մեր պարտականությունները ճիշտ կատարենք, հուսանք, որ պետությունն էլ պետական այրերն էլ օրենք ընդունող եւ նման մարդիկ կարող են ինչ որտեղ բարելավել։